Ժորժան շատ է գրել կախված immigration sponsorship-ի հետ, թե ինչա պետ, այս օրենքները ոնց է փոխվել, ես հիմա Արայիկը կներկայացնի, թե ինչա սպասում, երբ որ սպոնսոր ես։ Հիմա ես սպոնսոր եմ մեկին, Արայիկը ասում է, որ 10 տարով մեջն ես, այսինքն պրոբլեմա։ Այո։ Ինչով է դա պրոբլեմներ համար։ Պրոբլեմը կայանում է նրանում, որ հիմա ավելի խստացվել է, Արսեն ջան, այսինքն օրենքով մարտից 2025 թվականից օրենքը դուրս եկավ, որը հրապարակվել է հունվարի 17-ին, եւ ինքը ուժի մեջ է մտել մարտ ամսից, խստացվել է այն սպոնսորշիպերը, որոնք կանգնում են, թե կլինի ամուսնության համար, թե կլինի ծնողին բերելու, թե երեխային 21 տարեկանից, այսինքն այդ բոլոր սպոնսորշիպերը, որ կանգնել են կամ կանգնելու են, նրանք ավելի խստացվել են։ Նախ եկամուտն է բարձրացվել, այսինքն 125% է աճել, պետք է առնվազն 125% annual, այսինքն federal պետական եկամտի 125%-ից բարձր լինի, որպեսզի կարողանաս ապահովես։ Երկրորդն էլ շատ է խստացվել, եթե օրինակի համար բերել ես կինես կնոջ հետ ամուսնացել ես, հետո կնոջից մի խոսքով բաժանվել ես, գնացել է դիմել է, չգիտեմ, մեդիկալի օգնություններ ստացել։ Հիմա պետությունը այդ գումարները քեզանից պահանջել է։ Իսկ չկա որ թուղթ գրեմ, ես չեմ կարող, չեմ այս այլևս դա որպես այդպեսի չի աշխատում, այսինքն հա, կարող ես հայցես նման բան, բայց հիմա խստացվել է, սովորաբար մերժվել են, որովհետև խոսքը գնում է նրան, որ եթե նույնիսկ ամուսնալուծվես, ասես ամուսնալուծվել եմ ես իրանց սպոնսորշիպ չեմ կանգնում, դու 10 տարի պատասխանատվություն ես։ 10 տարի այսինքն սա խստացվել է։ 10 տարի բացի դրանից, Արսեն ջան, նույնիսկ եթե հասցեի փոփոխություն եղավ, դու տեղեկացրեցիր համապատասխան USCIS մարմիններին, այսինքն պետական ֆեդերալ մարմիններին իմիգրացիոն, դրա համար եւս $5,000 մենակ տուգանք է նախատեսված։ Եթե հասցես օրինակ տեղափոխվեցի, սպոնսորս, հա։ Ում որ սպոնսոր ես կանգնել, որ սպոնսոր ես կանգնել, չտեղեկացրեցիր, հետո նրանք բացահայտեցին, որ սպոնսորը չտեղեկացրեց, թե իրանք։ Չէ, սպոնսորը պարտավոր է եթե հասցեն, որովհետև դու այդ մարդուն, երբ որ սպոնսորշիպ ես կանգնել, դու ամբողջությամբ պատասխանատվություն ես կրում հետագա բնակվել է եւ ամբողջ քելամիջը ապահովում սա, մի խոսքով, բնակվելու մասը։ Մի խոսքով թոշակը օրինակի համար, եթե թոշակի են դիմում, ոնց են, չէ, թոշակի են դիմում, հետո սպոնսորը հրաժարվում էր գրությունով, դա էլի չի ասում։ Հիմա շատ է խստացվել։ Խստացվել, այսինքն հավանականությունը շատ է, որ կմերժվես։ Հավանականությունը բայց քեզնից կպահանջեն։ Այո, կպահանջեն այդ գումարը, բացի դրանից կա նաև հիմա investigation է գնում, այսինքն եւ այն տվյալները, որոնք ներկայացված են սպոնսորշիպի համար, եթե անգարց ինչ-որ մի բան բացահայտվեց, որ ինչ-որ բաներ է դրած, որոնք չեն համապատասխանում օրենքին, այսինքն ինչ-որ ֆրադի էլեմենտներ, եթե բացահայտվեցին, ապա քրեական գործով մինչև 25 տարի հնարավոր է նման ուրեմն պատժեն։ Պետք է շատ զգուշ լինեն ու օրենքի մեջ լինեն, այո, այսինքն սպոնսորշիպ կանգնելուց շատ պետք է Ժորժ ջան, սպոնսորշիպ ում ուզում եք կանգնեք, մի քանի անգամ մտածեք, նոր արդեն կանգնեք, որտեվ այն ժամանակները չի, որտեվ հիշում եմ, ասում են կանգնում ես, հետո կգրես, ես էլ պատասխանատու չեմ, քո հետևից էլ չեն ընկնում։ Հիմա ընկնում են։ Հիմա արդեն այո, այսպես մի փոքր բան լինի, օրենքը ամբողջությամբ խստացված կիրառության է դրվել, ասենց ասեմ։ Հույսով եմ մի բանով օգտակար եղանք այսօր։ Մի խոսքով զգուշ հարցերի համար էլ ինչ հարց ունեք, էլի տակը գրեք, կպատասխանենք ձեր հարցերին։ Այո, շնորհակալ մեծ հաճույքով։